2-3 թվերն էր, երբ որ ես նոր եկա հավատքի, ինձ հետաքրքրում էր, որ եկեղեցին ա ճշմարիտ է։ Ինձ էդ էր հետաքրքրում, իմ սրտի մեջ Տերը ինձ կանչել էր, բայց որ շատ այտենց ոնց որ եկեղեցիներ կային, ես ինքս ինձ որոշել էի, Աստված իմ, ես գալիս եմ դեպի քեզ, բայց ես ուզում եմ իմանամ ճշմարտությունը։ Եվ ասեմ, որ ես գիրք շատ էի կարդում, եղբայրներ քո, հորդորում եմ նաև ձեզ, Աստվածաշունչ Մատթեանը թող դառնա քո անբաժան ընկերը ամեն օրվա։ Ամեն օր դու պիտի կարդաս, ամեն օր դու պիտի ես կերակուրը ուտես։ Երբ որ դու կերակրված ես Աստվածաշնչով, քեզի ոչ մեկ չի կարա խաբի։ Քո աչքերը հոգևորապես լուսավորված կլինեն, որտեվ այս ժամանակաշրջանում, երբ որ ես շփվում եմ երիտասարդների հետ, ես տեսնում եմ, որ իրան գրքի հետ կապ չունեն այդ կապ։ Աստծո խոսքը կարդալու հետ կապ չունեն։ Երիտասարդներ ջան, եթե ուզում եք լեցված լինեք Աստծո հացով, դուք պարտավոր եք ամեն օր կերակրվեք այս երկնային խոսքերով։ Սա հացա երկնքից իջած, սա հացա, որը կկերակրի քո հոգին, դու սովի չես մատնվի։ Մարդը երբ որ սովի է մատնվում, ինքնին ձեռքը երկարում արդեն աղբամանների։ Բայց մարդը երբ որ կերակրվում է Աստծո խոսքով եւ ունի աղոթքի կյանք, այդ մարդը վերջը շփում ունի երկնքի հետ։ Իսկ երկինքը, երբ որ տեսնում է դու իր խոսքերը կարդում ես, աղոթքով կապնվում ես իր հետ, առանց օրհնության քեզ չի թողում։ Դուք հələ փորձեք երիտասարդներ, ամեն առավոտ երբ որ վեր եք կենում քնից, վերջը հասկանալի է, մի կարճ ժամանակ հետո քո առաջի գործը պիտի լինի կարդալը եւ աղոթելը։ Ոչ թե տենց թեթևի մեջ ուղակի մի ասաղոս կարդաս, նես թեթև աղոթես, հայրմեն ասես դուրս գաս, ոչ, այդպես չէ։ Դու փորձի լուրջ վերցնես ավետարանը, կարդաս մի քանի գլուխ գոնե եւ կապնվես Աստծո հետ, հանձնվես Հիսուս Քրիստոսին եւ քո ամբողջ օրը հանձնես Տիրոջ ձեռքերի մեջ, այսինքն մտնես Աստվածային պաշտպանության ներքո, կերակրվի քո հոգին երկնային կերակուրով, դրանից հետո նոր դու դուրս գաս աշխարհ քո գործին, քո սովորելուն, վերջը քո ծառայություններին։